4 երեխաների հայր, ընդդիմադիր համայնքապետ եւ գնդակահարվել է հենց իր տան բակում 1 հոգու կողմից, կան 2 զոհ, 1 վիրավոր։ Ուրեմն շատ ցավալի է նախ, ուրեմն բնականաբար մեզ համար ողբերգություն է նաեւ։ Ես որ գույները դիտավորյալ երբեք չեմ խտացնում, այս բարակայում պարտավոր եմ ասել, որ դա այո, մեզ համար նաև ողբերգություն է, որտեղ մենք պատմական այնպիսի ճանապարհ ենք անցել, որ ոչ մի ժողովուրդ չի անցել, ոչ մի դաժան ուրեմն կերպով մենք 100 տարվա մեջ 1912 թվից հաշվենք, որտեղ հետո մինչև այսօր մեր պատմական կենսատարածքից դուրս ենք շպրտվել, այդ որ հայրենիքից դուրս ենք շպրտվել, մեզ մնացել այն ինչ որ այսօր կա, ընդ որում եւ իսկ Ադրբեջանն ընդհանրապես մաքրվել է հայությունից, այդպիսի բան երբեք չի եղել, Ադրբեջան որ այդպիսի ոչ ժողովուրդ կա, ոչ էլ պետություն կա։ Հիմա վերադառնանք այստեղ։ Եթե գիտեք ինչն է հարցը, ժողովրդավարությունը ինքը բարձ գործընթաց է, երբ որ դուք հայտարարում եք, որ ժողովրդավարություն է հաստատվում, դա պիտի խնգարկվի, ուղղորդվի եւ ուշադիր գործադրվի աստիճանաբար, այսպես լայնացվի իրա եւ խորացվի, որովհետեւ ժողովրդավարության դեմ կատաղի դիմադրություն է առաջանում, նախ եթե նույնիսկ ֆորմացիոն իմաստով նախկին ֆորմացիան է, եթե չէ մեր պարագայում նախկին ռեժիմ եւ այլն, եւ այստեղ մեր բարդությունը կրկնագի է պարագայում, եթե որևէ ժողովուրդ այդ գործընթացի մեջ գնում է եւ ուրեմն ենթադրենք իր երկրի ներսում ծավալվող process-ները, մեր երկրում ծավալվող process-ները ռուսական սեգմենտ ունեն։ Սա եզակի դեպք է, թե չէ օտարը չպիտի լինի, այստեղ ինչպես որ Ֆրանսիայում է եղել Լևան, հիմա ինչ եմ ուզում ասել, հիմա ես էլ առկիշերը բարձ է որ բնականաբար եւ ընդդիմադիր անընդհատ շեշտվում է, ես կարծում եմ, որ այստեղ ընդդիմադիրը շատ էլ կարևոր չի տեղական հարցերի մեջ, շատ էլ հասկանալի չէ, ով է դիմադիր, ով է ընդդիմադիր, դա շեշտվում է սոցիալական այդ բանը վերքը ավելի բորբոքելու համար, սա նշանակում է, սովորաբար չեն նման վիճակում մարդիկ զգուշ են լինում, մեղմացնում են հարցադրումները, սրացումներ չտալու համար, բայց ակնհայտ է, որ միտեղ սպանվել է, միտեղ սրացում անմիջապես է դրվում, որովհետև այս համայնքային մակարդակն շատ էլ հասկանալի չի, ով է դիմադիր, ով է ընդդիմադիր, որ նախկին ռեժիմի հիմք էին ժամանակին, պարզվում է հիմա լրիվ նոր են, կամ նորերը հնացել են, այս ձև ասեմ, որտեղ դասակարգային հարաբերություններն այդքան էլ պարզ չեն։ Հիմա ես ավելի տեսականին ասնեմ, որտեղ ես միշտ փորձում ինչու համար, որտեղ մենք տեսական հարց երբ որ չենք հասկանում, այն հարցերը չեն լուծվում, հասկանալու համար ես նշեմ, որ փաստաբան Ռուբեն Մելիքյան իր Facebook-յան էջում գրել էր այդ ընդդիմադիրի հետ կապված Նիկոլական Բաստիոնում ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում է բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ, այսուհետ դրան գումարվում է գնդակահարվելու ռիսկը։ Այդ հենց տաքացումներն են, այս մարսը սա է այդ ծրացումները, սպասարկում են ռեժիմին, որի հետ եղել է եւ միան ներողություն չի ասել, այդ էլ ունեցվածքի հարցնել բերեք բլեֆի մեջ չնենք, այս բան դեպքից, այդ ունեցվածքը ոչ ինքն ունի, ոչ Սերժ Սարգսյանն է ունեցել, ոչ Ռոբերտ Քոչարյանը, տեսեք, ուզում եմ ասել, այս հարցերը դնենք, սեփականությունը պիտի տարվի, եթե տարվում է, վատ է, որ վատ է տարվում, բայց ես հիմա տեսեք ինչ էի ասում, մենք ժամանակին մինչև հեղափոխությունը հասարակությունը այլանդակ տրանսֆորմացիա ապրեց Հայաստանյան եւ ինքը ներփակեր ռուսական սպասարկում էր ապահովություն եւ այլն թվում էր թե փոսի մեջ մենք երջանիկ ապրում ենք հիշեք նույնիսկ դրամատուրգություն կար մեր ինչին է պետք աշխարհում ծավալվել է եթե այսպես արդյունքն է տեսանք ինչ եղավ հիմա այդ տարիներին էր որ ես փորձեցի հասկանալ լավ վերջ ինչ հասարակություն է առաջացել
սովետականից հետո եւ սա ինչ է լինում, որովհետեւ եթե դուք հասարակությունը չեք հասկանում, նրա սոցիալ-դասական կառուցվածքը, նրա հոգեբանական կերտվածքը, մենթալիտետի կամ ինքնության փոփոխության հնարավորությունները վտանգավոր կամ բան, եւ այն կարող է եւ շատ բաներ լինել եւ հետո ես բարձրացի որ նման երևույթներ 19-րդ դարում եղել են եւ ֆրանսիացի Ռենան կա, որը նման հասարակություն անվանում է գողապետություն, լութոկրատական իշխանություն, մեկ պլուտոկրատիա, լեպտոկրատիա եւ ուրեմն այս մեկը լութոկրատիա, լատիներենով ինչ է նշանակում։ Մի դեպքում երբ հարուստներն իշխանություն են, բայց իրենք իշխանության մեջ չեն հարստացել։ Թրամփը ինքը չի հարուստ, միլիարդատերը ինքը այդ իշխանության մեջ չի հարստացել, այդպես շատ տարածված է դա, չէ ժողովուրդն էլ ասում է նրանք կերել են, էլի լավ է, որ այդ կերազները լինեն, որ չկան։ Ուրեմն այս դեպքում այս իշխանությունը ինքը այդպեսին է եւ դեմոկրատացման շատ հնարավորություններ ունի։ Երկրորդը կլեպտոկրատիան այն իշխանությունն է, որ ինքը գողական չի, ինքը բարքերով, կենցաղով, բայց գողականին շրջապատում է, որը սպասարկում է իրեն։ 80 թվականներին Դեմիրճյանի շրջանի Հայաստանը հիշեք, ես չեմ ճանաչել, չվիրավորել եմ, ասում երևույթ գնահատենք, հիշում եք, լուրեր կային, որ ինքը լավ դքինորոնկեր ունի, փայլակ ունի եւ այլն, բայց փայլակները երբեք բյուրոյի անդամ չէին կարող դառնալ, Գերագույն խորհրդի անդամ չէին կարող դառնալ, եւ այլն դրանք, ասենք, շեֆի համար կոստյում էին առնում, սպասարկում էին ամեն ինչ որ կար, չեմ ուզում բան անեմ։ Այսինքն, եւ այդ իշխանությունը շրջապատում է, բայց նրան թույլ չի տալիս ու իմաստով քվեարկելու իրավունք ունի, եւ այստեղ այս կլանը որոշեց, որ հիշեք, Հայաստանում ինչ կան չագերտավոր գործարար կա, վերջին անգամ լցրեցին խորհրդարան, եւ եթե գիշեք նույնիսկ ասում են պպզողներ, սեմուշկա չրթողներ, բաներ, իհարկե սա պետականության վարկաբեկման բան է, բայց այդպես էր եւ նրանք ովքեր քրեական հակումներ, հարցեր, մարցեր ունեին եւ չանհասկանալի ճանապարհով հարստացել էին, սրանք դարձան պատգամավորներ։ Գործը հասավ նրան, որ սրանցից մեկը հայտարարեց, թե հիշում եք, որ ասեց, այսպես, դե ասեց, բանը մեկի տակը պիտի պարկենք, հենը ռուսների տակը պարկել ենք։ Հիշում եք դա, այն ինչ լավ էլ պարկել ենք, երեկել այդ վարտանիկը կրկնեց, որ ինքը լավ էլ պարկել է, չի էլ ուզում ելնել։ Այսինքն այս տարը ուրեմն որոշում կայացնողներ դառան նրանք, ովքեր որ Դեմիրճյանի շրջանում չէին կարող սովետական եւ առասարակ, եւ դա լութոկրատական իշխանությունն է, հայերենով ասենք, որպեսզի գողականը հոգեբանորեն ապերոն հիշեք տերմին կար ժամանակին, այս տեսակը դարձավ իշխանությունը այսպես խջողվեց, հիմա, ով է մեղավոր, անշուշտ այստեղ դեմոկրատիան եթե ամրապնդվելու խնդիր ունի, դիմադրությունը մեծ է, որտեղ այս բոլորին ավելանում է սեփականության ձևը, հարստանալ, ոչ հարստանալ, հիմա որ մենք ասում ենք, չէ, դատարաններից դժգոհ ենք, ինչ գործընթաց է գնում, Հայաստանի ազգաբնակչության 120%-ը փաստաբաններ են, ըստ էության սեփականության վերաբաշխում է գնում, էլի, մի գողացել է $1 միլիարդ, ուրեմն 10 փաստաբան եմ վարձում, որոնք իմ դոլարների $600 իմ համար փրկում են, $200 իրեսն է, $200 են դատավորին է, դատախազին եւ այլն։ Սեփականության վերաբաշխում է, որովհետեւ հեղափոխությունը պատի դեմ արեց շատ բաների եւ հեղափոխության անհաջողություններով չկարողացավ իջնել իրավական համակարգը մաքրել։ Դա էլ ասեմ, հիմա դատապարտենք թե չէ, ես այդ հարցում բացատրության իմ ձևն ունեմ։ Հեղափոխություն եղավ, իշխանությունը փոխվում է, միշտ էլ մի այսպես ասեմ, 60 օր աշխամիջինը իշխանափոխության վրա է գնում, աշխարհի բոլոր երկրներում, մի քիչ ավել պակաս, դա օրենք է։ Ասեմ միջին վիճակագրականը, որից հետո եղավ կորոնան, եղավ պատերազմ եւ մենք չկարողացանք հեղափոխությունը տեղ հասցնել եւ Ռուսաստանի կատաղի ուրեմն կազմակերպված հանցագործ խմբերով իշխանությունը փոխելու են որսը, որ սկսվեց Հայաստանում պետականություն տապալելով եւ այսպես այս բանության հետ կա ինչ-որ ռուսական, այս բանության մեջ կա ինչ-որ ռուսական։ Ես մեկը ուղղակի իմաստով չեմ կարող ասել, բայց ես երևույթն եմ ասում, որտեղ
Դե վերջին հաշվով ինչ էս գողականությունը հայկական Ռաստովի գողականության մասնաճյուղն է, առանձնապես բան չի, ռուսական բարքերն են, որովհետև բայց բոլոր դեպքերում կա, ես այս պարագայով չեմ կարող ասել, որովհետև չեմ ճանաչում, բայց մենք պիտի հիշենք, որ այստեղ ընտրությունները այս քանի տարի է շատ բարդ են տեղ ունենում, խմբավորումներ են լինում, մեկը դիմադիր է դառնում, ընդդիմադիրը դառնում է դիմադիր, այսինքն ներքի այսպիսի հարցեր կան։ Հիմա ինչ պիտի լինի, ես ասել եմ իմ եզրակացությունը ինձ համար ավելի ամրադնդվեց, մեր համար գլխավորն առաջնահերթ խնդիր իրավական պետության կայացումն է, նույնիսկ դատական համագարկ առանձին, որ ասում են, սա այլ հարց է, իրավական պետության կայացումը ամենաառաջնահերթայինն է, որովհետև պարզ է, ինչքան մոտենում ենք ընտրությունների օրվան, այնքան ներքին հարաբերությունը սրվելու են, դրանք էլ դրսից տաքացվելու են եւ սրանց ոգևորիչ եղավ այս շերտի համար Վարդանիկի հաղթանակը ուրեմն Ալեքսանդրապոլում բարձ է նույնիսկ հիմա նա երկրորդ տոնն է տալիս որ այդ պետությունը պետք է չի եւ այլն սա այսպես մի խոսքով իրավական համակարգ լավ պետք է աշխատի բայց ես ասեմ մեր իրավական համակարգի աշխատողների համար էլ նաեւ ովքեր որ բացի հատուկ չհասկացողները որ կան լսեք մենք ունենք ընդամենը խայտարակ վիճակում ենք հայտնվել մենք մեր մեծերից Տիգրան մեծից պատմական ժառանգություն ենք ստացել 350,000 400,000 քառակուսի կիլոմետր տարածք իմ ասածի մեջ ոչ մի չափազանցություն չկա քաղաքակրթություն մշակույթ եւ եղել ենք ուրեմն ազատ փոխգործակցության մեջ Հռոմի, Հունաստանի եւ Պարսկաստանի այսօր հաշվեք, այսինքն Միացյալ Նահանգներ, Չինաստան, Ռուսաստան չհաշվենք, որտեղ Ռուսաստան ուրիշ պարագայց։ Այսինքն մենք այս մակարդակով փոխհարաբերության մեջ ենք եղել։ Մենք առաջինը քրիստոնեությունը հռչակել ենք ուրեմն պետական կրոն, ընդ որում ասեմ, հայկական լեռնաշխարհի ողջ տարածքը ողջ Եվ ինչ է ստացվում, հետո ստացվեց հանգամանքներ, որ մենք տարածք հանձնելով ապրել ենք, վերջին անգամ տարածք հանձնեցինք եւ 120,000 մարդ փրկեցինք, սա դաժան բաներ են։ Հիմա մենք գող եք, պրոֆեսոր եք, շատ ունեք, քիչ ունեք, մենք կարող ենք էլ չլինել, նկատի ունեցեք։ Մենք կարող ենք էլ չլինել։ Դրա համար ես նաև պետականության քննադատությանը միշտ մեղմ եմ եղել, նկատելի ոչ թե չեմ հասկանում, որովհետև այս վիճակը պետք է անցնենք, ինչ է, ուզում եք, որ մենք պատմության ասպարեզը թողել գնանք, որովհետև մեկ ինչ-որ քարի հարց ունի, հա, մեկ էս, բայց երկրորդն ասկա իշխանություններին, որ այդ բաները քրեական պատասխանատվության հերթի կանգնածները, որոնք 7 տարի է սպասում են արագ, քրեական պատասխանատվության ենթարկեք, արագ, շուտ